Հայաստանի 14 համալսարաններից 55 ուսանող թիմ այսպես ներկայացնում են նախորդ 1.5 ամսվա ստեղծած նորարարական նախագծերը, որ ժյուրին ու հանդիսատեսը որոշեն Ինեկո բանկը քո կողքին նախաձեռնության Ինեկո կամպուս կրթության աջակցության ծրագրի հաղթողներին։ Այս տարի ծրագիրն ունեցել է 4012 դիմորդ 14 համալսարանից եզրափակիչ անցել 205 մասնակից։ Նրանցից 55-ը ներգրավվեցին 11 թիմերում։ Արդյունքում 15 հոգի ստացավ ուսման վարձի ամբողջական փոխհատուցում, 20-ը արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն, իսկ 170-ը կրթաթոշակ։ Ես շատ ուրախ եմ, որ Ինեկո բանկը այս տարի առանձնահատուկ ծավալով է որոշել ներգրավել կրթական գործընթացներին։ Շատ ուրախ եմ նաև, որ մեր համալսարանի ուսանողները չափազանց ակտիվ են գտնվել այս ծրագրին մասնակցելու տեսանկյունից։ Կան կարծրատիպեր թիմային աշխատանքի հետ կապված։ Այսօր ուսանողները ջարդեցին այդ կարծրատիպերը, այն իմաստով, որ հնարավոր է մարդկանց ճանաչել, ունենալ, սովորել տարբեր բուհերում, սկսած դերասանից, ավարտված նկարիչ, իրավաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, տնտեսագետ, վերլուծաբան եւ կարողանալ թիմով հասնել կոնկրետ նպատակի։ Մրցույթի մասնակցող 11 թիմից 5-ը պայքարում էր ուսման վարձի ամբողջական փոխհատուցման համար, հաղթեց 3 թիմ, այսինքն 15 ուսանող կստանա փոխհատուցումը։ Մյուս 6 թիմերից հաղթեցին 4-ը, որի արդյունքում 20 ուսանող կընդգրկվի արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրերում։ Ուսանողներին փորձով ուղղորդում էին Ինեկո բանկի 11 մենթորները։ Տաղանդների ներգրավման ու վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը, որը նաև թիմերից մեկի մենթորն է, անկեղծանում է, ամենաբարդը եղել է սկզբում, նախագծի գաղափարը որոշելիս։ Ժամկետներն էլ էին սեղմ։ Գրեթե 1 ամիս ժամանակ ունեին, բայց այդտեղ հարցն այն էր, որ իրենք համատեղում էին նաև իրենց քննությունների ընթացքի հետ, իսկ քննությունները կարելի ասել ամեն օր էր։ Դա նշանակում էր քննություն, հետո աշխատանք եւ գիշերը պրոյեկտի վրա աշխատանք։ Բոլորովին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ենք ու հետաքրքիր է, որ մեր մասնագիտություններից հեռու էլ նախագիծ ենք ընտրել, որը վերաբերում էր ճանապարհային խցանումներին, ավտոբուսների մեջ խցկվածություններին եւ օդի աղտոտվածությանը։ Ինեկո բանկը բարձր է գնահատում բոլոր ուսանողների աշխատանքը, նվիրումն այս ծրագրին ու կրթությանը։ Այդ պատճառով էլ հաղթող չճանաչված մասնակիցները եւս ստացան անակնկալ կրթաթոշակներ, որպես բանկի գնահատանքի նշան նրանց ջանքերի ու տաղանդի։ Իսկ այս ծրագրի ավարտին Ինեկո բանկը մեկնարկեց նորը 30 մաստեր ծրագիրը, ավելի մեծ հնարավորություններով։ 30 մաստրի շրջանակում աշխարհի top 5 բուհեր, ինչպես նաև Շանհայի Ranking C եւ QS Ranking C չափորոշիչներին համապատասխան top 50-ից 500 միջազգային համալսարաններում ուսանելու համար հայաստանաբնակ 30 մասնագետից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 40 միլիոն դրամ մագիստրոսական կրթություն ստանալու համար։ Ծրագիրը ունի նաև նախապայման, որ նրանք պետք է վերադառնան Հայաստան եւ իրենց փորձը եւ ուսումը ներդնեն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի տնտեսական զարգացման։ 30 մաստրի դիմումները բաց են 2020 թվականի նոյեմբերից մինչև 26 թվականի նոյեմբեր։